Հետո ասում են ժողովրդավար չի։ Yeah. Պարոն Ալեքսանյան, որոշվեց ուրա։ Պարոն Ալեքսանյան, որոշվեց, որ Ռուբեն Ռուբինյանն է, առաջադրվելու ազգային ժողովի նախագահի պաշտոնում, քանի հոգի քվեարկեց պարոն Ռուբինյանի։ Այդ տեղեկությունը չեմ կարող ձեզ փոխանցել, կարող եմ ասել, որ քվեարկությունը փակ գաղտնի էր եւ այո, պարոն Ռուբինյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահի։ Ձեր ասացի մեջ նորություն չկա, դրա համար ասեք քանի հոգի քվեարկեց։ Այդ տեղեկությունը չեմ կարող ձեզ փոխանցել, հարգելի պարոն Կիրակոսյան, նախատեսված չի, որ այդ տեղեկությունը ենթակա է հանրայնացման։ Պարոն Ալեքսանյան, իսկ դուք օրինակ ինչ չափանիշներ եք հաշվի առել, այսինքն ինչից ելնելով եք էլի ձեր քվեարկությունը կատարել, ինչ ակնկալիքներով, որտեղ երեքներ ձեր թիմակիցներն են ամեն դեպքում, բայց առանձնացնելու հարցը ոնց է կողմնորոշվել, ինչն եք հաշվի առել։ Հանուն արդարության ասեմ, չափազանց դժվար ընտրություններ, քանի որ այո, երեքն էլ մեր թիմակիցներն են եւ երեքին էլ անհատապես շատ բարձր եմ գնահատում ու գնահատում եմ նրանց դերը թե առհասարակ քաղաքական դաշտում եւ թե մեր քաղաքական թիմում ու նաեւ այն գործունեությունը, որ երեքն էլ ծավալել են ազգային ժողովում, ես կարծում եմ երեքի գործունեությունն էլ միայն ու միայն դրվատանքի է արժանի։ Պարոն Սիմոնյանը շատ լավ նախագահ է եղել, Ռուբինյանը շատ լավ փոխնախագահ է եղել, Կոնջորյանը շատ լավ խմբակցության ղեկավար է եղել։ Պարոն Ալեքսանյան, Չեմ կարող ասել։ Խմբակցության շատ լավ ղեկավար է։ Երկուսն է, շատ լավ խմբակցության, շատ լավ ղեկավար է եղել, շնորհակալ եմ։ Պարոն Ալեքսանյան, Ալեն Սիմոնյանը 5 տարի նախագահել է ազգային ժողովում, կա պատկերացում այդ դեպքում թիմում նա ինչով պետք է զբաղվի։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, նման հարց չի քննարկվել, կարող եմ ասել։ Այսինքն դրանից հետո նման հարց ընդհանրապես չի քննարկվել։ Մանդատի շրջանակում գործելը որպես պատգամավոր բնական եւ նորմալ կդիտվի։ Ես չեմ կարող ձեր գնահատմամբ։ Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, քանի որ պարկեշտել չի լինի, որ ես պարոն Սիմոնյանի փոխարեն պատասխանեմ ձեր հարցին, կարծում եմ ձեր հարցերին ինքը պիտի պատասխանի։ Իսկ այս քվեարկությունը լարվածություն չի առաջացնի, պարոն Ալեքսանյան, հաշվի առնելով, որ ամեն դեպքում պայքար կար գործող ազգային ժողովի նախագահներ, մյուս կողմից էլ ձեր մյուս թիմակիցները, որոնք եւս հավակնություններ ունեին, նկատի ունեմ, սա ներթիմային ինչ որ լարվածության պատճառ չի դառնա։ Ոչ, բնավ, բայց բնականաբար մրցակցային իրավիճակի մասին ենք խոսում։ Բնականաբար մրցակցային իրավիճակի մասին ենք խոսում եւ այդ մրցակցային իրավիճակը որպես այդպեսին ինքը հենց այդ ավելի շատ ուժեղացնում է թիմը, քան թուլացնում է դա, քանի որ ի տարբերություն շատ այլ քաղաքական թիմերի այստեղ մեկ մարդու գրչի հարվածով կամ բանով չի որոշվում։ Օրինակ 20 հոգանոց վարչությունը գնացել է փակ քվեարկել, ուսային վարչությունն է, որն էլ ընտրվել է 1000-ից ավել կուսակցականների քվեով։ Իսկ կարող եք ասել, գոնե ինչքան է տևել ելույթները, հարցեր հնչել են, հարցերը։ Այո, հարցեր բոլոր տեխնացուներին են հնչել, ելույթներ են հնչել, եզրափակիչ ելույթներ են հնչել, նմանատիպ ընթացակարգ են ունեցել։ Պատրաստ եք ձեր կյանքը Նիկոլ Փաշինյանի համար տալ, թե չէ, հա։ Ինձ թվում է ձեր հարցը կոռեկտ չի, պարոն Կիրակոսյան։ Ինչն է կարևորը, Պարոն Կիրակոսյան, ինձ թվում է անկեղծ կոռեկտ չի։ Տեխնացուների հետ կապված ինչն է կարևորվել, այսինքն ինչով են ուղղորդվել վարչության անդամները, որ չափանիշներով են ուղղորդվել։ Դե ես կարծում եմ ամեն մեկը տարբեր, բայց միևնույն ժամանակ այդ շարժառիթները կարելի է ընդհանրացնել մեկ բանով Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի իրենց պատկերացմամբ զարգացման լավագույն հեռանկարից ելնելով են քվեարկել մեր գործընկերները։ Պարոն Ալեքսանյան եւ պարոն Ռուբինյանը ասաց, որ առաջիկայում նաեւ փոխնախագահների հարցի համար առաջադրումները բաց կլինեն, դուք կուսակցության նախագահն եք, կուսակցության առանցքային ներկայացուցիչներից հնարավոր է առաջադրվեք, ունեք նման ցանկություն։ Տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ եւ այո հավակնել եմ։ Սկսվել է առաջադրումները, պարոն Ալեքսանյան։ Չեմ կարող ասել դեռևս։ Այսօր։ Չգիտեմ առաջինն եմ թե չէ, այո, էլեկտրոնային կան առաջ։ Չգիտեմ, չեմ կարող ասել, երբ որ ամփոփվի ավելի հստակ կլինի տեղեկատվությունը։ Այո, նույն ընթացակարգով։ Այո։ Ասում են նաև պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնին եք հավակնում, պարոն։ Ոչ։
Չէ։ Ոչ։ Հանրաճյուղ նախագահների քվեարկությունը կամ տեխնացությունը եւս վարչությունով է անցնելու, ինչպես է դա լինելու։ Այդ հարցին հետագայում կպատասխանենք, հիմա ազգային ժողովի նախագահության ընտրությունների փուլում ենք գտնվում։ Փոխնախագահների առաջադրումները ինչքան կտևի, պարոն Ալեքսանյան։ Չեմ հիշում ճիշտն ասած վերջնաժամկետը։ Էլի գալու եք, խոսելու եք, Նույն ընթացակարգով, այլ բան չկա։ Պարոն Ալեքսանյան, ինչ դուք այսպես արդեն պաշտոններն եք, հա, որոշում, քննարկում թե ով ինչ է ցանկանում հա զբաղեցնել, վաղը սահմանադրական դատարանը քննելու է այս ընտրությունների հարցը եւ գուցե չեղարկվեն արդյունքները։ Այս ամեն ինչը հաշվի չեք առնում եւ այդ ձեր այս գործընթացները զուր լինեն։ Ես իրավասու չեմ սահմանադրական դատարանի։ Ելքերից մեկը պարզապես դա կարող է լինել։ Դե ելքերից մեկ ուրիշն էլ կարող է լրիվ ուրիշ բան լինել։ Ընդհանրապես բան չեմ տեսնում որպես այդպես։ Պարոն Ալեքսանյան, տպավորությունը բոլոր ովքեր դուրս են գալիս վարչության անդամներից, որ ծանր ինչ-որ տպավորության եք դուրս գալ։ Խնդիրներն են, որ ձեր ընկերների մեջ դժվար է ընտրություն կատարվել, ի՞նչն էր պատճառը, որովհետև չէին ուզում մեկնաբանել։ Ես ձեզ ազնիվ պատասխանեմ, որտեվ նախ մեր 3 թիմակիցներ են, 3 գործընկերներ են, որոնց 3-ի հետ էլ ճանապարհ ենք անցել ու անցնում ենք այդ ճանապարհը ու անցնելու ենք առաջիկայում։ Ու բնական է, որ մրցակցություն է տեղի ունեցել ու մեկը ավելի շատ ձայն է հավաքել ու բնական է, որ մեր մյուս գործընկերներն էլ նաև արդեն չեն հավաքել բավականաչափ թվով ձայն։ Ու սա ինքնին որոշակի բան կարող է առաջացնի, ինչ որ մարդկային զգացմունքային եւ այլն եւ այլն։ Բայց որպես այդպեսին լարվածություն կամ ինչ որ նմանատիպ բան չկա բնականաբար, շատ հարթ, շատ նորմալ ընթացել են ընտրությունները, այդքան էլ ճիշտ, առողջություն։ Այդ խաղա վիրուսային Նարեկ կորեկտ չեմ քո հարցերը։ Ձեր գործընկերները գնահատում են ձեզ, պարոն Կիրակոսյան։ Պարոն Ալեքսանյանը, Քոչարյանն ասում է, որ ձեր քվեների 40%-ն է իրական, մնացածը նկարել եք։ Ինչ մեկնաբանություն ունեք երկրորդ նախագահի նման մտահոգությունների։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանը գնալով նորանոր լկտիության սահմանները ինքն իր առաջ դնում ու այդ նորանոր դրած լկտիության սահմանները ուղղակի անցնում է։ Այ որ այդքան դուխ ունենա մանդատը վերցնի ու գա ազգային ժողով, ես խոստանում եմ, որ հրապարակային բոլորի աչքի առաջ նրա ճակատին փակցնելու եմ սոսնձով նրա ճակատին փակցնելու եմ այն դրամները, որը որ ըստ բոլոր ձայնագրությունների իր ուժը բաժանել է ընտրակաշառքի ձևաչափով։ Գործողությունները